Ներկայացնեք այսօր ինչու եք այստեղ։ Ես այստեղ եմ, որովհետև համաձայն եմ հայտարարված օրակարգին արցախցիների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր Հայաստանյան բնակի յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է, որովհետև մի որևէ հասարակություն ինքը արժանի է պետություն ունենալու, կարա պետություն ունենա, թե չէ, որոշման նրանով արդյոք ինքը կարողանում է իր ամենախոցելի ամենաճնշված հատվածին տեր կանգնել պաշտպանել, թե չէ։ Շատ վտանգավոր են ու դատապարտված են ոչնչացման այն հասարակությունները, որոնք ընդհակառակը հալածում են հալածյալին։ Հիմա Արցախը ստացվել է այնպես, որ ընդհանուր մեծ հայկական հարցի կոնտեքստում, հայ-թուրքական թշնամության կոնտեքստում ամենախոցելի վիճակում է հայտնվել 88 թվականից եւ ավելի շուտ մինչ օրս։ Եվ սատար կանգնել Արցախի դատին նշանակում է ընդհանուր հայոց դատին սատար կանգնել։ Յուրաքանչյուրի պարտականությունն է։ Եթե չէ, եթե հարցը չլուծվեց, հակաարցախյան, այսինքն հակահայկական իշխանությունները չհեռացվեցին, ազգային իշխանություն չեղավ, այդ ուխտը բոլոր մարզերի դռանն էլ չոքելու է։ Իսկ ինչ կոչ կանեք հայությանը, արցախահայությանը։ Ինչ կանեմ։ Ինչ կոչ կանեք։ Ցավոք սրտի Արցախի հայերը ներկայումս ովքեր չեն արտագաղթել, բնակվում են բնականաբար Հայաստանի Հանրապետությունում եւ ցավոք սրտի նրանք նույնպես ենթարկվում են այն սարսափելի անմարդկային, հակամարդկային եւ հակաստվածային քարոզչությանը, որ վարում են այս դեֆակտո թուրքական իշխանությունները եւ ցավոք դա որոշակի հետևանք թողնում է մեր Արցախի հայրենակիցների մեջ նույնպես կա մի ընկալում, որ այս առավիկների մեջ մեղադրել Արցախի նախկին իշխանություններին են մարդկանց, որոնք Արցախյան առաջին հաղթական պատերազմի մասնակիցներ են, հրամանատարներ են, հրամանատարների օգնականներ են, տեղակալներ են եւ ոչ թե Հայաստանի դեֆակտո թուրքական իշխանություններին։ Ես միայն այդ կոչը կանեի, որ չուրանալ այդ մարդկանց վաստակը, հատկապես նրանց, որ այս պահին պատանդարված են Բաքվի բանտերում եւ Արցախի անկման, ժամանակավոր անկման մեղավորները փնտրել ճիշտ տեղում, իսկ այդ ճիշտը Հայաստանի Հանրապետության կառավարության շենքն է, որը ժամանակապես օկուպացված է այս թուրքական վարչակարգի կողմից։